Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Խուզարկություններ Բարգավաճ Հայաստանի պատգամավորի թեկնածուներ Անդրանիկ Թևանյանի և Մարտուն Գրիգորյանի տներում և գրասենյակներում։ Թևանյանը հերքում է Ռուսաստանի համար լրտեսության մեղադրանքը։ Դե այդ անհետեցությունները անցնենք առաջ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է նրա դեմ քրեական հետապնդում հարուցելը թույլատրելու հարցը։ Проблемно это не только цветы, у нас и с овощами, и с фруктами. Ռուսաստանը հայկական ծաղիկների ներկրումն արգելել է, միրգն ու բանջարեղենն է ստուգում։ Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են անում Հայաստանին կողմնորոշվել, ԵԱՏՄ թե Եվրամիություն։ Քարոզարշավի երրորդ շաբաթն է մեկնարկում, քաղաքացիական պայմանագիրը նորնորքում է։ Ինքը հասկանում է, որ ինքը չկա։ Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը տանը ասուլիս է հրավիրել։ Ոնց է պատկերացնում հայ-իրանական սահմանը հանձնել ամերիկյան ընկերությանը։ Ինչ տեսակետ ունեն TRIP նախագծի վերաբերյալ ընտրություններին մասնակից հիմնական ուժերը։ 30 մետր հեռավորությունը։ ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է Իրանի հետ խաղաղության բանակցություններում աննշան առաջընթացի մասին։ Այսօր ազգային անվտանգության ծառայությունը խուզարկել է Բարգավաճ Հայաստանի նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի տունն ու գրասենյակը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ արդեն մի քանի ժամ է քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու և քրեական գործ հարուցելու միջնորդությունը։ Թևանյանը անցնում է պետական դավաճանության գործով, բայց քանի որ պատգամավորի թեկնածու է, նախընտրական շրջանում ունի անձեռնմխելիություն և ԿԸՀ-ն պետք է որոշի այդ հարցը։ Ըստ իրավապահների, Թևանյանը 2024 թվականին 622,000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ազգային ժողովի փակ գաղտնի նիստում կայացած լսումների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի քանի ժամ է քննում է պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական հետապնդում հարուցելու դատախազության միջնորդությունը։ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ 2 օր առաջ հանրահավաքի ամբիոնից վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե ԱԱԾ-ն պատրաստվում է Թևանյանի հարցով հաղորդում ուղարկել, 3 արդեն նյութերը քննչականի սեղանին էին, պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով վարույթն էլ չուշացավ։ Ես գնահատում եմ առնվազն մեր քարոզչական գործունեությունը, նախընտրական գործունեությունը խոչընդոտելու ակտ, որովհետև մենք չենք կարողանում մեր քարոզությունը պատշաճ իրականացնել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դռնփակ նիստին մասնակցում են նաև թեկնածուն ու նրա փաստաբանները։ Թևանյանը չի ընդունում քննիչների ու վարչապետի պնդումները, թե ինքը Ռուսաստանի օգտին լրտեսություն է արել։ Ես տեղյակ չեմ, թե ով է ղեկավարում այդ կայքը։ Եվ կայք չի, հետազոտական կենտրոնի եթե չեմ սխալվում։ Չունեմ։ Մինչդեռ քննչականը հակադարձում է, ունեն տեղեկություններ, որ Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և 2 տարի առաջ Ռուսիա Կովկաս աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, ով ըստ իրավապահների օտարերկրյա գործակալ է, 622,000 դոլարի դիմաց Թևանյանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին ազգային ժողովի փակ գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։ Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված այդ նիստին մասնակցել էին արտգործնախարարն ու սահմանազատման հանձնաժողովի նախագահ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Դե ասում եք դուք տեղեկություն եք տվել գումարի դիմաց եւ այլն։ Դե այդ անհետեցությունները անցնենք առաջ։ Վաղ առավոտից սկսած ու մի քանի ժամ տևած խուզարկություններից հետո ազգային անվտանգության ծառայությունն ու քննչականը հեռացան ընդդիմադիր թեկնածուի տամբակից, իրենց հետ տանելով համակարգիչ, փաստաթղթեր եւ այլ իրեր, որոնց մասին Թևանյանը ոչինչ չասաց նախաքննական գաղտնիքը չբացահայտելու պատճառաբանությամբ։ Ես որևէ կարգավիճակ չունեմ սրա հետ կապված, փաստաթղթով ինձ ծանոթված չէ, թե ես ընդհանրապես ինչ կարգավիճակով եմ մասնակցում։ Այս խուզարկության որոշման մեջ էլ նույնիսկ ներկայացված չի, թե ինչ կարգավիճակով, ոչ վկա, ոչ մեղադրյալ, ոչ մի բան։ Խուզարկությունները քննչականը սկսել էր Թևանյանի առաջնորդած Մայր Հայաստան կուսակցության գրասենյակից։ Ավարտից հետո ընդդիմադիր գործիչն իջել էր բակ, որ ոտքով քայլի քիչ հեռու գտնվող իր տուն, բայց դիմակավորված ԱԱԾ-ականները նրան հորդորում էին նստել իրենց ավտոմեքենան։ Բայց ինչի նստեն հիմնավորումը տվեք։
Մի վարքան հիմնավորում ասեք ինչն է խանգարում, որ մենք ոտքով գնանք եւ դուք ուզում եք, որ ես մեքենայով տեղափոխվեմ։ Որն է տարբերությունը։ Մի քանի րոպե տևած բանակցություններից ու Թևանյանի ու նրա փաստաբանի պնդումներից հետո ի վերջո ԱԱԾ-ականները բաց թողեցին մեղադրյալի կարգավիճակ չունեցող Թևանյանի թևերն ու թույլ տվեցին ինքնուրույն գնալ տուն։ Ուրեմն ես ձեր հետ կարող եմ գրազ գալ, որ մենք դուք կամ մենք միասին ոտքով ավելի շուտ ենք հասնելու մեր տուն, քան մեքենայով։ Վստահեցնում եմ ձեզ։ Այսինքն դուք ոտքով եք ցանկանում։ Այո։ Հասկանալի է։ Թե խորհրդանի փակնիստից կոնկրետ ինչ տեղեկություններ ու ում միջոցով է ստացել Թևանյանը, որ ըստ իրավապահների կլորիկ գումարով վաճառել է ռուսներին, իրավապահները չեն մանրամասնում։ Վարչապետ Փաշինյանը, որ լրտեսության մեջ մեղադրում է նաև ԲՀԿ առաջին համար Գագիկ Ծառուկյանին, հայտարարել է. Ասել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը պայմանագիր ունեն իրենց տարածքում լրտեսական գործունեություն չծավալելու։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը իրեն ու թիմակիցներին լրտեսության մեջ մեղադրողներին առաջարկել էր կամ ապացույցներ բերել, ապացուցելու դեպքում իրեն գնդակահարել, հակառակ դեպքում հրավիրել էր իր առյուծի վանդակը։ Գիտակցում է, թե չի գիտակցում, որ ինքը գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ։ Եվ նա, ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն չկլասի լրտեսա։ Հասկանում է, թե չի հասկանում, թե հասկանալու հետ խնդիրներ ունի, եւ դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը։ Կապ ունի արդյոք նրա հետախուզման մեջ գտնվող որդու գործոնը, այդ գործոնով իր վրա ազդել են, թե չեն ազդել։ Ինչու քաղաքական հակառակորդների նկատմամբ լրտեսության մեղադրանքները վարչապետ Փաշինյանը հնչեցնում է հիմա ընտրարշավի ամենաթեժ պահին։ Փաշինյանն այսօր պնդում էր, թե լրտեսներին վաղ չեն գաղտնազերծում, որպեսզի բացահայտեն ողջ ցանցը։ Առավոտից խուզարկություններ էին ոչ միայն ԲՀԿ ցուցակի երկրորդ համարի Անդրանիկ Թևանյանի, այլև 7-րդ համարի ազգային ժողովի պատգամավոր պատիվ ունեմ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանի տանը եւ նախընտրական շտաբում։ Այս դեպքում ոչ թե ԱԱԾ-ն, այլ հակակոռուպցիոն կոմիտեն էր խուզարկություն իրականացնում, կոմիտեն սակայն չի հայտնում, թե ինչ վարույթի շրջանակում է գործողությունը։ ԲՀԿ խոսնակը արդեն տեղի ունեցողը որակել է որպես համակարգված հարձակում ընդդիմադիր քաղաքական ուժի դեմ։ Դատարանի որոշումով եկել են խուզարկություն իրականացնելու բնակարանը, մեքենան, նախընտրական գրասենյակ։ Մնդրությունների հետ կապված ինչ-որ կրիչներ, հաստատքներ, չեկեր, փոխանցումներ, ինչ-որ նմանատիպ բաներ։ Գտան։ Իհարկե ոչ։ Սպասել էր այս ամեն ինչը եւ նորմալ է 2025 թվականից հեռագիրը շարունակվում է։ ԲՀԿ Գյումրի կառույցին առնչվող այս վարույթի մասին հակակոռուպցիոն կոմիտեն որևէ նոր տեղեկություն ողջ օրվա ընթացքում հրաժարվեց տրամադրել։ Փոխարենը քիչ առաջ հայտնեցին, որ Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու եւ համակիրներ հավաքագրելու պայմանով Տավուշի մարզի մի շարք ընտրողների ընտրակաշարք են տվել։ Հարուցվել է վարույթ եւ մի քանի մարդ ձերբակալվել է, թե քանիսը չեն հայտնել։ Այսօրվանից ժամանակավորապես սահմանափակվել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Ռուսաստան եւ պարզվել է նաեւ, որ Ռոսել Խոզնաձորը խնդիրներ է տեսնում ոչ միայն Հայաստանից ներկրվող ծաղիկների, այլև միրգ բանջարեղենի մասով։ Ռուսաստանցի մասնագետներ են Հայաստանում ստուգումներ անցկացնում եւ որոշում կկայացվի հենց այդ ստուգումների ընթացքում։ Արտահանումների հետ կապված խնդիրներին զուգահեռ գրեթե ամեն օր Մոսկվայից նաև քաղաքական կոշտ հայտարարություններ են հնչում, թե Երևանը պետք է արագ կողմնորոշվի Եվրասիական միության հետ, թե գնում է դեպի Եվրամիություն։ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չկա, շարունակում է պնդել վարչապետ Փաշինյանը։ Այսօրվանից Ռուսաստան հայկական ծաղիկների ներմուծման սահմանափակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է հերթական աշխատանքային իրավիճակ։ Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկող ծառայությունը Ռոսել Խոզնաձորը 3 հայտնեց Հայաստանից ծաղիկների ներմուծումը ժամանակավորապես կսահմանափակվի։ Արդեն այսօր մանրամասնեցին, արգելքը ուժի մեջ կմնա մինչև ջերմոցների ստուգման ավարտը եւ արդյունքների վերլուծությունը։ Բարձրացակում այսքան վարդա ներմուծվում Ռուսաստան, ինչքանով է իրոք այդ վարդերը արտադրվում Հայաստանում։ Հիմա պատվիրակությունը եկել եւ դա ել եմ ասում ենք Հայաստանի համար չէ, այդպեսի տասնյակ պատվիրակություններ գնում են տարբեր երկրներ, որտեղ երկրները հարցեր են բարձրացնում։
Եվ սա հերթական աշխատանքային իրավիճակն է։ Հայաստանից ծաղկի արտահանումը վերջին տարիներին էականորեն աճել է։ Ըստ վիճակագրական կոմիտեի ծաղկի արտահանումը վերջին 5 տարվա կտրվածքով աճել է 7 անգամ, 7.4 միլիոն դոլարից հասնելով ավելի քան 53 միլիոնի։ Ռուսաստանը հայկական ծաղիկների հիմնական գնորդն է։ Նիկոլ Փաշինյանն այսօր պնդեց, թե նման սահմանափակումներ միշտ էլ եղել են ու կլինեն, եթե պարզվի, որ ապրանքը չի համապատասխանում ստանդարտներին։ Վերջին տարում տասնյակ անգամներ են տասնյակ, ընդ որում ոչ միայն ֆիտոսանիտարական, ուրիշ խնդիրներ են եղել կապված այլ ապրանքների հետ, եւ մենք ԵԱՏՄ նիստերում անդադար այդ հարցերը քննարկում ենք, թե ինչ կանով են որոշ ապրանքներ, որոնք ներկրվում են, այսինքն արտահանվում ներկրվում են, որպես ԵԱՏՄ ապրանք, ինչքանով են ԵԱՏՄ ապրանք։ Ռուս մասնագետների ժամանման մասին հայկական կողմը հայտնեց 3, նրանք ստուգումներ են անցկացնում հայաստանյան ջերմոցներում, մինչև այդ ներկայացրել են արձանագրված խախտումները։ Չնայած Հայաստանի սննդի անվտանգության տեսչության կողմից տրված երաշխիքներին, այս տարվա առաջին ամիսներին Ռուսաստան ներմուծված 96.2 միլիոն ծաղիկների մեջ գրանցվել է սահմանված ֆիտոսանիտարական կանոնների խախտման 135 դեպք։ Սա ողջ 2025 թվականին հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77%։ Այսօր արդեն Ռոսել Խոզնաձորի ղեկավարը Վեստիի եթերում հայտարարել է. Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրներ կան ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենների եւ մրգերի մասով։ По Армении количество обнаружений больше 800. Դեպի Ռուսաստան արտահանումների հետ կապված այս խնդիրները ուղեկցվում են նաեւ Մոսկվայից հնչող քաղաքական կոշտ հայտարարություններով։ Վերջին շաբաթներին գրեթե ամեն օր ռուս բարձրաստիճան պաշտոնյաները եւ Հայաստանի տնտեսական օգուտներն են մատնացույց անում եւ հիշեցնում այնտեղ աշխատող հայ միգրանտների մասին։ Լրագրողները Նիկոլ Փաշինյանին փոխանցեցին Ռուսաստանում ապրող հայերի մտահոգությունները, թե նրանց կարող են արտաքսել։ Այս հարցերում էլ պարզվեց վարչապետը ոչ մի նոր խնդիր չի տեսնում։ Եթե մարդը ապօրինի հիմքով է գտնվում ուրիշ երկրի տարածքում, մենք դեպորտ չենք անում, բոլոր երկրներն են անում են։ Եթե մարդը ապօրինի հիմքով, այսինքն ինչ, Հայաստանի Հանրապետությունը պետք է լուծարվի, որ ինչ որ մեկը ապօրինի լինի ուրիշ երկրի տարածքում։ Դա ինչ տրամաբանություն է։ Թող օրինական գտնվեն երկրների տարածքում եւ, այսինքն օրինական գտնվող մարդը չի կարող դեպորտ անել։ Անօրինականին ոչ միայն կարող են, այլև պարտավոր են դեպորտ անել եւ դա միշտ էլ եղել է եւ արվում է եւ ելի արվելու է։ Մոսկվայից կոշտ քննադատում են Հայաստանի կառավարության քայլերը, մասնավորապես Եվրամիությանը մերձենալու ձգտումները, դրանք որակելով ոչ դաշնակցային։ Ավելին անձամբ նախագահ Պուտինն է հորդորել արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև, ինչից հետո պարզ դարձավ, որ հաջորդ շաբաթ Աստանայում նախատեսված ԵԱՏՄ նիստին քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը։ Թե սա կոնկրետ ինչ է ենթադրում, չեն մանրամասնել։ ԵԱՏՄ կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ի կարգավորումներով կարող է քննարկել մենակ Հայաստանը, այսինքն անդամ երկիրը, որ կարող է որոշել դուրս գալ, ուրիշ պրոցեդուրա չկա։ Բայց իրենց ցանկացած հարց կարող են քննարկել եւ ենթադրում եմ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել եւ մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք։ Վարչապետը, որ քարոզարշավի պատճառով ԵԱՏՄ առաջիկա նիստին չի մասնակցելու, դարձյալ պնդեց. Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չկա։ Երևանն էլ Մոսկվայի շահերին վերաբերում է հարգանքով։ Ռուսական կողմից մինչդեռ ոչ դաշնակցային են համարում մի շարք քայլեր։ Վերջինն էլ Երևանում տեղի ունեցած եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն են նշում։ Ասում են, որ Ուկրաինայի նախագահը եկել է Հայաստան, կներեք, իսկ ինչու՞ դիճկա Հայաստան։ Ինչի որ Հայաստան-Ադրբեջանի այդ կոնֆլիկտի մեջ էր, Ադրբեջանի նախագահը չէր գնում Ռուսաստան, կամ Ռուսաստանի նախագահը չէր գնում Ադրբեջան։ Çünkü մենք ասենք եղել է այդպես դեպքի, որ մենք ասենք ինչի է այն ժամանակ, երբ որ Հայաստանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր։ Եղել է այդպես բան, որ մենք ասենք ինչի է Ադրբեջանի նախագահը գնում Ռուսաստան կամ Ռուսաստանի նախագահը գնում Ադրբեջան։
Հայաստանի պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստանից այդուհանդերձ կտրուկ գործողությունների չեն գնա, բայց եթե անգամ լինի, էկոնոմիկայի նախարարը երեկ պնդում էր, թե Հայաստանը դիվերսիֆիկացված մատակարարման աղբյուրներ ունի, որպես օրինակ նշում Ցորենը, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Ադրբեջանի տարածքով Հայաստան մտնող ղազախական Ցորենը, որը ծավալներով շարունակում է ռուսականին էականորեն զիջել։ Եվ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ռոսպոտրեբնadzորը ժամանակավորապես կասեցրել է ջերմուկ հանքային ջրի բոլոր խմբականակների ներկրումը եւ վաճառքը Ռուսաստանում, դրանցում որոշ նյութերի նորմայից բարձր պարունակության պատճառաբանությամբ։ Գերատեսչությունից պնդել են, որ հանքային ջուրը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը։ Հաջորդ շաբաթ կայանալիք ԵՏՄ-նիստին ընդառաջ Ռոսպոտրեբնadzորը ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողով եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին։ Ավելի վաղ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել էր, որ ստուգել է եւ խախտումներ չի հայտնաբերել ջերմուկում։ Իսկ պաշտոնական քարոզարշավը արդեն կիսվել է։ Առաջին երկու շաբաթները բավական լարված էին, զուգորդվեցին վեճերով, միջադեպերով, կալանավորմամբ, եւս երկու շաբաթ դեռ կա։ Քաղաքական ուժերը շարունակում են հանդիպումները եւ իշխող քաղաքացիական պայմանագիրն այսօր Երևանամերձ ջրվեժում եւ Երևանի ծայրամասում Նորքի զանգվածներում էր քարոզարշավ անցկացնում։ Ի տարբերություն Արաբկիր համայնքի, այստեղ թեժ վեճեր չգրանցվեցին։ Հյուրասիրությունը չենք մերժում ընդհանրապես, եթե կա, պետք է գնանք։ Բարև եղբայր, լավ եք, Լևոն թողեք այդ ժողովրդին ներս գնա։ Երեխեք եկեք։ Եկեք ելակ կերեք։ Ելակ ու քարտեզ, վարչապետ Փաշինյանը այսօր այս պայմանով էր միայն բաժանում Հայաստանի քարտեզը։ Վերցրեք, չեմ տա քարտեզ ուրեմն։ Եթե չվերցնեք, քարտեզ չեմ տա։ Ջրվեժից նոր-նորքի զանգվածով շրջելիս հատկապես երեխաները բակից բակ էին վազում, քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորող Փաշինյանից եւս մեկ նկար, եւս մի քարտեզ, եւս մի սրտիկ ստանալու համար։ Փաշինյանը այսօր միայն սեր ու քարտեզ չէր բաժանում, հյուրասիրությունը կիսեց իր հետ նկարվելու, ողջագուրվելու եկած մարդկանց հետ։ Վերջի զանգը թողել եմ, եկել եմ ձեզ հետ նկարվեմ։ Միան կարելի է, չէ՞ ձեզ պետք է։ Վարչապետ ջան։ Վաղ, իման կոտրի։ Ջորջան։ Ես եմ Անթիվան համար սելֆիների, սիրո եւ շնորհակալության խոսքերի ֆոնին մի փոքրիկ տղա որոշեց դժգոհել վարչապետի աշխատանքից։ Երբեք սար։ Հասցենացա միա, Ասում եմ քիչ դեպի քեզ տղա, շատ ուժգնամ եմ։ Բա խաղահարապարակ։ Գնացին, քարտեզ չես ուզում։ Ես մի բան եմ ասում, եթե չկատարվեն, չգիտեմ։ Ինչ անունը դեղկա։ Ամեն ինչը խախտում է։ Ոչ բան ինչ ասել է չի եղեք, 20 անգամ վարչապետ։ Եկեք Երևանը։ Փաշինյանին տեսնելու ուրախությունը սակայն այնքան մեծ էր այս բնակավայրում, որ այս տհաճ դրվագը շատ արագ փոխարինվեց սիրո նոր խոստովանությամբ եւ նախկիններին պատժելու խնդրանքով։ Ամեն միանգամից արմատախիլանով շփրտեք Որովհետեւ դա շատ լավ Ղարաբաղի հետ կապ չունի դա եւ Քոչարյանին ասել եմ իրավապահ համակարգը պետք է լուծի եւ կլուծի։ Կաշխատ։ Սրանց վերջը տալը պետք չի կարելի թողել, ես հասկանում եմ, ամեն հասկանում եմ, որ Ռուսաստանից կապված եւ այլն այդ հասկանում եմ, բայց ինչքան հնարավոր է դրանց հարկավոր է գոնե այս անգամ վերացնենք։ Ես գիտես, օրենքով եւ օրինական։ 60 պլյուս եք դուք հավաքելու, ես գիտեմ։ Չգիտեմ։ Ձեզ Նիկոլ Փաշինյան, մենք շատ ուրախ ենք, որ դու մեր երկրի թագավորը պետք է։ Վարչապետը, վարչապետ։ Փաշինյանի խաղաղության օրակարգն էլ այս տիկնանց համար էր հույսի աղբյուր։ Ավելի լավ վարչապետ Հայաստանի համար չեմ պատկերացնում։ Այս երկիրը Նիկոլից բացի ուրիշ վարչապետ չի ուզում։ Ունենք խաղաղություն, քանի ամիս է ոչ մի զոհ չունենք։ Բացի այն, որ իրար են սպանում։ Միայն խաղաղություն մեր Ղարիբներին վերադարձ ցավը տանը մեր իմ թորը 6 տարի արդեն Բաքու է։ Ուզում եմ վերադարձ։
Պատշգամբներից էր սրտիկներ ուղարկվեցին Փաշինյանին, մի քանի փակվող դռներ ու պատուհաններ էլ եղան, մի փոքրիկ վեճ էլ Փաշինյանի աջակիցների եւ նրան թուրք անվանած մի կնոջ միջև, որը սակայն արագ հանգուցալուծվեց։ Վրդովված տիկնոջը հեռացրին տարածքից։ Ի տարբերություն Արաբկիր համայնքի, վարչապետն այսօր ոչ ձայնը բարձրացրեց, ոչ թեժ վեճեր եղավ եւ հաց եւ տեսարան։ Թաթայի երաժշտության տակ ԿՊԱ-ականները պարեցին, բակի երեխաների ուրախությունն էլ կրկնապատկեց քաղաքապետը։ Ֆուտբոլային մաստեր կլաս Տիգրան Ավինյանից։ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր կրկին հայտնել է, որ ընդդիմադիր ուժեղ Հայաստանը ընտրակաշառք է բաժանել Շիրակի մարզում կան ձերբակալվածներ։ Մինչ այդ ուժեղ Հայաստանի առաջնորդ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը լրագրողներին էր հրավիրել ասուլիսի եւ խոսել է բոլոր հրատապ թեմաներից ու հայտարարել, որ ընտրական գործընթացներից բացի նաեւ պատրաստ են փողոցային պայքարի։ Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք։ Ընդդիմությունը պատրաստ է փողոցային պայքարի լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարում էր ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը, փաստորեն չբացառելով հետընտրական իրադարձությունները։ Ընդդիմության շրջանում խուզարկությունները նա իշխանության ներքին ցնցումների արդյունք է համարում, որովհետև պնդեց, ընտրաշավը ցույց է տալիս, որ կորցրել են ժողովրդի աջակցությունը, հույս է դրել են ճնշումների վրա։ Ժողովրդի հերոսը ինչ է դարել, չի կարողանում փողոցում քայլել, հարձակում է մարդկանց վրա, դա ինչն է, ինչքան էլ ստիպի, վախեցնի, վախը ինչ է, զսպանակ է, ինքը կարող է սխմել, բայց մի օր տալու է գլուխը ջարդի։ Տնային կալանքի տակ գտնվող եւ լրագրողներին իր առանձնատանը հանդիպած Կարապետյանը շարունակեց պնդել, որ այս իշխանության օրոք Հայաստանը կլցվի ադրբեջանցիներով։ Ըստ նրա ուժի քաղաքացիական պայմանագրի կառավարման օրոք Հայաստան գալ ցանկացող 300,000 ադրբեջանցիների վերադարձը կդառնա իրականություն, ինչն այսօր դարձյալ հերքել է վարչապետ Փաշինյանը։ Տալիս եք երաշխիքներ, որ ձեր իշխանության օրոք ադրբեջանցիներ չեն բնակեցվել Հայաստանում։ Տալիս են երաշխիքներ, որ ոչ միայն իմ իշխանություն, այսինքն չէ, հենց մեր իշխանության օրոք տալիս են երաշխիքներ, այո։ Ինչով է երաշխավորում։ Ինքը երաշխավորեց Արցախին եւ տեսանք ինչ եղավ Արցախի հետ։ Հայտարարեց իշխանության գալու դեպքում իր ուժը առաջին իսկ օրենքով կանխելու է, որ ադրբեջանցիները զրկվեն Հայաստանում գույք ու հող ունենալու հնարավորությունից։ Հակասաֆարովների մասին օրենք, ասած այդպես է նախագիծը կոչվելու։ Գործող կարգավորումներով օտարերկրյա քաղաքացիները հող չեն կարող գնել Հայաստանում։ Ասում էր, եթե Հայաստանի շահերին չվնասող փաստաթուղթ եղավ, իշխանության գալու դեպքում առաջնորդվելու են դրանով, եթե անգամ Փաշինյանն է ստորագրել, եթե վնասող վերաբանակցելու։ Միլիարդատերը կողմ է նախկին նախագահների հետ խորհրդակցել երկրի անվտանգության հարցերում։ Տնտեսության զարգացման ոչ, ասում էր Փաշինյանից էլ է հարցնելու ինչ է կատարվել։ Ալիևի խնդիրներն էր աշխարհում խոստանում ավելացնել։ Իմ պատասխան Ադրբեջանին Փաշինյանի հեռացումն է։ Իրեն փոխելու դեպքում Ալիևի ախորժակները միանգամից այստեղ են իջնելու։ Ռուսաստանում կարողությունը կուտակած Սամվել Կարապետյանը պնդում էր, թե ինքը Մոսկվայի դրածոն չէ, ինչպես հայտարարում է այսօրվա իշխանությունը։ Ռուսական ինսայդեր կայքներ պնդել, թե ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից է։ Իշխանությունը այս տեղեկությունը ակտիվորեն տարածում է, Կարապետյանը հերքում։ Իդեպ գործարարի թիմից ասում են, դատական հայցերը պատրաստվում են, այդ թվում թե գործակալ, թե եղբորորդու Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացի լինելու լուրեր տարածողների դեմ։ Սամվել Կարապետյանն էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն է Ռուսաստանի գործակալ, կամ Ադրբեջանի, կամ Թուրքիայի, ինչպես ասում էր։ Ինձ ոչ ոք չի ուղարկել։ Ինձ դա ստիպել է անել Փաշինյանը, երբ հարձակվել է մեր եկեղեցու վրա։ Ռուսաստանում ոչ մի խոսակցություն իմ հետ չի եղել ոչ մի անգամ։ Երևի խոսակցություն որ լիներ, Փաշինյանը ռիսկ չէր անի ինձ 7 ամիս պահել ԱԱՑ-ի պատվալում, ամենածանր պայմաններում։
Սամվել Կարապետյանը այսօր պնդում էր, մինչև ձերբակալությունը բարձր մակարդակով իրեն գործարք է առաջարկվել, եկեղեցուն չպաշտպանելու մասին հայտարարություն անել, դրանից հետո էլեկտրական ցանցերը եւ ամեն ինչը հետ է վերադարձվում։ Պնդում էր ինքը չի ընդունել առաջարկությունը։ Ըստ ուժեղ Հայաստանի ղեկավարի իր կալանավորումից հետո արդեն Մոսկվայի ընկերների միջոցով նաեւ առաջարկ է եղել քաղաքականություն չմտնելու մասին հայտարարություն անել եւ ինքը կազատվի։ Թե կոնկրետ ում կողմից են եղել առաջարկները, Կարապետյանն այսօրվա ասուլիսի ընթացքում չմանրամասնեց, անուններ չտվեց։ Իսկ որ ընտրության ընդհանրապես չեն հասնի, չէր հավատում։ Օրինակ, անհավանական էր համարում, որ իշխանությունը կարող է իրենց ուժի գրանցումը չեղարկելու սցենարով գնալ, քանի որ դա նրանց լեգիտիմությունը կդնի կասկածի տակ։ Ուժեղ Հայաստանին վերագրվող ընտրակաշարքի եւ ընտրական այլ հանցագործությունների մեղադրանքներով տասնյակից ավելի գործեր կան։ Ես նույնիսկ վստահ եմ, որ իրենք ինչ որ կարողանում են ներդնել մեր ակտիվիստների շարքում, իրենց մարդկանց, հետո իրենց մարդկանց ձայնագրում են, տանում նստեցնում են։ Սամվել Կարապետյանն ասում էր, չի վիրավորվում իշխանության կնքած Կալուգացի մականունից։ Հիմա տեսնենք, թե ընտրություններին մասնակից հիմնական քաղաքական ուժերը ինչ տեսակետներ ունեն Թրամփի ուղու կամ TRIP նախագծի մասին, որ իշխող քաղաքացիական պայմանագիրը համարում է իր հաջողությունը եւ դրա իրագործումն էլ հենց իշխող ուժի նախընտրական հիմնական խոստումներից է։ Ընտրապայքար մտած ընդդիմադիր առանցքային ուժերից Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքն է հրապարակավ քննադատում TRIP նախագիծը, որ ամերիկյան հովանու ներքո Հայաստանի տարածքով ապահովելու է Ադրբեջանի մի մասի կապը Նախիջևանի հետ։ Միացյալ Նահանգները այսօր պատերազմական վիճակում է գտնվում Իրանի հետ։ Ոնց եք պատկերացնում հայ-իրանական սահմանը հանձնել ամերիկյան ընկերությանը։ Դա նորմալ է համարվում։ Իրանը դա ոնց կընդունի։ Ձեզ մի պահ դրեք Պարսկաստանի տեղ։ Ռոբերտ Քոչարյանին չեն համոզել Երևանի հավաստիացումները, թե Իրանի հետ խնդիրներ չեն լինի։ Նա հիշեցնում է Թեհրանից երբեմն հնչող մտահոգությունները, առաջարկելով դրանք փարատելու իր բանաձևը, ներգրավել Ռուսաստանին։ Պետք է անպայման պրոյեկտի մեջ ներգրավել պետություններ, որոնց նկատմամբ Պարսկաստանը ունի դրական վերաբերմունք։ Այդ դեպքում այդ բանը կհանվի կամ ուղղակի կառուցել այդ ճանապարհը եւ ասել, որ մենք ինքներս Հայաստանի Հանրապետությունը այդ հնարավորությունը Նախիջևանը կապել Ադրբեջանի մյուս հատվածի հետ մենք ստեղծում ենք, խնդրեմ օգտվեք։ Քոչարյանը, որ Թրամփի ուղին որակել է Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը, նախընտրական ծրագրում գրել է, թե տարածաշրջանային ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, գլխավոր առաջնահերթություն դիտարկելով Աբխազիայով անցնող երկաթուղային կապի վերականգնումը։ Աբխազիան Ռուսաստանի ռազմական միջամտությամբ ինքն իրեն հռչակել է պետություն, Վրաստանն այն օկուպացված տարածք է համարում։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը TRIP-ից չի հրաժարվելու, բայց վերանայել դիտարկում են։ Մենք ոչ մի բան չենք սկսելու զրոյական կետից։ Մենք նայելու ենք, ուսումնասիրելու ենք։ Եթե մեր պետությունը օգտվում է, նույնիսկ Փաշինյանը ստորագրել այդ փաստաթուղթը, մենք շարունակելու ենք դա։ Իսկ եթե վնասվում է, ով ուզում է ստորագրած լինի, մենք վերաբանակցելու ենք։ Գործարարի եղբորորդին վարչապետի փաստացի տեխնացու Նարեկ Կարապետյանը, որը շչակերտներ բացում է, ամերիկացիներին դեմ չեն։ Ձեռք բերում է, որովհետև աշխարհի ամենամեծ երկիրը, մեր բարեկամ երկիր, որտեղ 100,000-ավոր, միլիոնավոր հայեր են ապրում, մաս է կազմել ձևաչափին, բայց հիմա որպես վկա։ Մեզ պետք է, որ հասնենք նրան, որ ձևաչափի մեջ նա որպես երաշխավոր լինի։ Հարևան երկրի մենք չենք վստահում։ Նույնն էլ տարածաշրջանային այլ երկրները, եթե ցանկություն ունենան Հայաստանի, իսկ ես տեսնում եմ եւ նախապես նաեւ ինչ որ առումով պատկերացնում եմ, գիտեմ, այսպես ասած, որ մեր սահմանային երկրներ կան, որոնք պատրաստ են լինել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավոր։ Նարեկ Կարապետյանը նկատի ունի օրինակ Իրանը, Ռուսաստանը, բայց թե ինչպես բարիկադների տարբեր կողմերում հայտնված Վաշինգտոնը, Թեհրանն ու Մոսկվան պիտի Թրամփի ուղի գործարկեն, ասում է լավ բանակցողից է։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ TRIP-ին դեմ չէ, սակայն նա եւս վերապահումներ ունի։
Խիչը նա դա օգուտ է, բայց պետք է ճիշտ բան, ոչ թե դա Ադրբեջանի սեփականությունն է, դա մեր սեփականությունն է։ Պետք է մենք Չինաստան հետ, Ռուսաստան, Պարսկաստան հետ պայմանավորում ենք ճանապարհը բացա, թող աշխատի։ Դա միայն շահույթ է բերելու, բայց ոչ թե մեր տարածքով մենք այդտեղ իրավունք չունենանք ոչ մի բանի։ Պետք է բացվի, բայց մտածված, հասկանալով, թող գան քննարկենք, նստենք կլոր սեղանի շուրջ։ Ամերիկյան հռչակագրում մինչդեռ ճիշտ հակառակը հայկական կողմին են վերապահված մաքսային եւ անվտանգության իրավունքները։ Այլ հարց, որ Երևանը դա գուցե պատվիրակի միջնորդի ֆրոնտ օֆիսի։ Բարգավաճ Հայաստանի նախընտրական ծրագրում Թրամփի ուղու մասին հիշատակում չկա, սակայն շեշտվում է, որ տրանսպորտային փոխկապակցվածության ոլորտում Հայաստանի հիմնական դաշնակիցները պետք է լինեն Ռուսաստանը եւ Իրանը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսում էլ ծրագրում են թրիփն ընդլայնել, նախագիծ հրավիրելով BRICS կազմակերպության անդամներ Չինաստանին, Ռուսաստանին։ Հասկանում ենք, որ Սյունիքը շատ լուրջ տրանզիտային ակտիվ է, որպես տարածք գերտերությունների համար, որի համար պայքարում են այդ գերտերությունները, մենք պետք է գտնենք այդ շահերի ներդաշնակեցման սխեմա, դա TRIP plus BRICS ծրագիրն է։ Իշխանությունները մինչդեռ անիրատեսական են համարում այս օրինակ առաջարկները, պնդելով, որ միայն ամերիկյան միջնորդությամբ TRIP-ը կյանքի կկոչվի, չվնասելով Ռուսաստանի եւ Իրանի շահերը։ Իշխող ուժի քարոզարշավ աչքի ընկնում երեխաների հիմնականում դպրոցականների մասնակցությամբ ականատես դիտորդական կազմակերպությունը կրթական հաստատությունների աշխատակիցների եւ աշակերտների կազմակերպված այս ներկայության փաստով դիմել է դատարան։ Մշակույթի տան այս սաներին օրենքի խախտման բեն ներգրավել իշխանական կուսակցության քարոզչական միջոցառմանը, պնդում է ականատես դիտորդական կազմակերպությունը։ Փաստաբան Դավիթ Գյուրջյանն Ազատությանն ասաց, այսօր դատարան են դիմել։ Վերին Արտաշատի մշակույթի տան տնօրենի պաշտոնակատար Նինել Գաբրելյանն ու պարուսույց Տիրուհի Սողոմոնյանն են սաների մասնակցությամբ կազմակերպել Նիկոլ Փաշինյանին դիմավորելու այս շոուն։ Բուն արարողության ժամանակ էլ շարունակել են ցուցումները, ականատեսն է նկարագրում։ Քաղաքական ուժերի ինտրարշավին հետևող դիտորդները պահանջում են, որ կազմակերպիչները պատասխանատվության ենթարկվեն։ Համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենը եւ աշխատակիցը իրավունք չունեին քարոզչություն իրականացնել աշխատանքային ժամին եւ նույնիսկ աշխատանքային ժամից հետո, եթե լիներ ի պաշտոնե գործելիս, իսկ տվյալ անձինք տվյալ քարոզչական միջոցառման ներկայ եղել ի պաշտոնե։ Ըստ կազմակերպության փաստաբան Գյուրջյանի խախտվել ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը, որով արգելվում է հանրային ծառայողին քարոզչության նպատակով օգտագործել ծառայողական պարտականությունների համար նախատեսված միջոցները, նաև մարդկային ռեսուրսը։ Իրենք չեն ներկայացել որպես սովորական քաղաքացի եւ օրինակ ունկնդիր եղել քարոզչությանը, այլ նաև մասնակցել են պետալ քարոզչական միջոցառման նախապատրաստման իրականացման աշխատանքներին, որը օրենքով արգելված է։ 12-25 զանգը տվել է։ Բայց սովորաբար երբ է հասել։ 2-ից 5 պակաս։ Որ շուտ եք։ Հա։ Ուսուցչուհիները գիտեն, որ շուտ եք դուրս եկել, թե թույլ են տվել։ Թույլ են տվել։ Ինչ ասացին։ Ասացին կարակ գնաք, որտեվ իրանք էլ են եկել։ Վարչապետի ընտրարշավից դեռ ժամեր առաջ են քարոզչական հրապարակում հավաքվում կրթական հաստատությունների աշխատակիցներն ու աշակերտները։ Ազատության տեսախցիկն է արձանագրել Վերին Արտաշատում ու այլ համայնքներում, որը աշխատանքային ժամերին են նաև ակտիվ մասնակցում։ Ես ավելի ու ավելի շատ սկսում եմ անվանել այս գործընթացը երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաները այս process-ում անընդհատ ներշնչում են ինձ էլ համոզված եմ ձեզ էլ համոզված եմ ծնողներին էլ։ Օրեր առաջ էլ ընդդիմադիր միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածուն ձայնագրություն հրապարակեց, որ մի կին ուսանողներին հորդորում է մասնակցել Արմավիրում Փաշինյանի հավաքին։ Դատախազությունից Ազատությանը հայտնեցին, որ Արման Թաթոյանի այս բացահայտմանը ընթացք են տվել, բայց քրեական գործ դեռ չկա։ Արդյոք ընթացք կստանան դիտորդական առաքելության արձանագրած խախտումները դեռ հայտնի չէ։ Արձակուրդ է վերցրել ու իշխանական քարոզչական խմբի հետ շրջում է նաև կրթության փոխնախարարը։ Քայլում ենք եւ այդպես ժողովրդի հարաբերում ենք։ Ինչ է մտածում դասերի ավարտից շուտ իշխանության քարոզարշավին ուսուցիչների ու աշակերտների մասնակցության մասին։ Լրագրողների հարցին այսօր փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ուղիղ չպատասխանեց։
քաղաքականությունը դպրոցներին ամեն ինչ արվում որ չհասնի, եթե դա չի վերաբերում որպես քաղաքացի դպրոցից դուրս իրենց գործառույթներին։ Իհարկե պետք է ամեն ինչ արվի որ չհասնի։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Իրանի հետ խաղաղության բանակցություններում աննշան առաջընթացի մասին առանց մանրամասների, բայց պնդել է, որ Իրանին ոչ մի պարագայում թույլ չի տրվի միջուկային զենք ձեռք բերել։ ԱՄՆ պետքարտուղարը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը վճարովի համակարգ ստեղծի Հորմուզի նեղուցով անցումը թույլատրելու համար։ Որոշ աննշան առաջընթաց կա, չեմ ուզում չափազանցնել, բայց մի փոքր տեղաշարժ կա եւ դա լավ է։ Հիմնական սկզբունքները մնում են նույնը։ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ, պարզապես չի կարող, եւ դրան հասնելու համար պետք է հասցեագրենք ուրանի հարստացման հարցը։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք Ազատություն.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից։ Հաջողություն։